Ողջունում եմ բոլորիդ ժողովուրդ ջան, ուրախ եմ ձեզ տեսնել իմ ալիքում, որոշեցի եւս մեկ աշխատանքային սեանս անցկացնել ձեզ հետ այսօր, ուրեմն մեր նախորդ վիդեոները, եթե չեմ սխալվում, բացառությամբ մեկ վիդեոյի, մնացածում խոսում ենք բուն տեխնիկական անալիզից, այսինքն իմ երկրորդ ստրատեգիայից, որը եւս շատ կարեւոր ու բազային գիտելիքներ պարունակող ստրատեգիա է, եթե չեք տեսել, խորհուրդ եմ տալիս դրանք դիտեք, դրան զուգահեռ նաեւ ցանկանում եմ խոսել քեչինգի մասին, քանի որ քեչինգը դա աշխատանքային ստրատեգիա է, հիմնական, ու այսօր անցենք անցնելու հենց դրանով մեկ աշխատանքային սեանս։ Ավելացնում ենք բոլոր այն արժութային զույգերը, որոնք որ ունեն 70 եւ ավելի տոկոսայնություն։ Տվյալ արժութային զույգում բավականին լավ սիտուացիա է, կա ակտիվ արկ դեպի վեր, գինը շարժվում է դեպի վեր, տվյալ կետում գինը իր կարեկցիան, որը որ եղել է այսպիսին, կրկնել է նույնատիպ կորեկցիա, որը որ եղել է մինչ այն, ու դրանից հետո ամենակարևորը թարմացրել է իր մաքսիմումը, այսինքն այստեղ կա պոտենցիալ այս դեպի վեր շարժումը, որ դեռ շարունակվի։ Անցնում ենք այս 5 time frame-ի, որպեսզի տեսնենք գնի շարժման ցանկացած տատանում ու տեսնենք գնի շարժումը ավելի դինամիկորեն։ Այստեղ մեզ մնում է ուղղակի հիմնվելով տեխնիկական անալիզի վրա դիտարկել, վերլուծել եւ բացել գործարքներ։ Այսինքն տվյալ մոմի դիտարկելով տվյալ մոմի վերջին փակվելու այդ տատանումները շարժը գրաֆիկի, կարող ենք մենք արդեն վերլուծել եւ հասկանանք, թե որ կողմ կշարժվի հաջորդ մոմը։ Այստեղից բացում եմ առաջին գործարքը։ Առաջին պլյուսը վերցրեցինք, սակայն երկրորդ գործարքը բացելու համար դեռ որևէ վերլուծություն կամ տրամաբանություն չեմ տեսնում։ Դրա համար անհրաժեշտ է եւս սպասել, մինչեւ մյուս սիտուացիան ավելի կհասկանանք ու ավելի պարզ կլինի մեզ համար, երբ բացենք գործարք։ Այստեղից բացում եմ գործարք։ Այս գործարքի բացման տրամաբանությունն ու վերլուծությունը տարբերվում է մյուս գործարքի բացելու նախապայմաններից։ Ինչու՞, քանի որ նախ այստեղ վերջին վայրկյաններին ես տեսա ակնհայտորեն, որ կա պոտենցիալ դեպի վեր, սակայն կար նաև դեպի ներքև վաճառք, որի պատճառով եղավ գինը միջ դեպի ներքև մի քիչ կար շարժ, եղավ սպասեցի, երբ գինը կանգ կառնի, որից հետո մենք արդեն կբացենք մեր գործարքը։ Տեսանք, որ գինը այստեղ կանգ առավ, ֆիքսեց մեկ կանաչ մոմ, արդեն բացվեցին ըստ մոմերի անալիզի շրջադարձ ակնկալող ակնարկող մոմեր, որից հետո ես բացեցի գործարք։ Այստեղից բացում եմ եւս մեկը, այստեղ պլյուսը վերցրեցինք, այստեղից եւս մեկը բացեցի։ Հիանալի շարժը, ընկերներ ջան, իմ ամենացանկալի ու ամենասիրելի սիտուացիաներից մեկն է, երբ մտնում ես շուկա ու կոլեկցիան ավարտվում է մի քանի կանաչ մոմեր, որոնք որ պետք է շարժվեն, դու դրանք կոպիտ ասած որսում ես ու այդ մոմերի վրա գործարք ես անում։ Եկեք սպասենք։ Հիանալի է, այս երրորդ գործարքն է վերցրեցինք, եթե չեմ սխալվում, ընկերներ ջան, հիմա արդեն մեզ սկսելու է շուտով մեր աշխատանքային սեանսը Telegram-յան ալիքում, պետք է աշխատեմ իմ թիմի հետ, դրա համար, չգիտեմ, վիդեոն կարող է փոքր-ինչ կարճ լինի, սակայն օգտակար, շնորհակալ եմ բոլորիցդ, որ դիտեցիք, ցանկացողները կարող են ջանալ մեր թիմին, թիմին միանալը անվճար է, շնորհակալություն, ցտեսություն։